նախագահը, պարոն Մակարյան, ում դաշտում է սպահին խնդիրը, որտեղից ակնկալել լուծում, արդյոք Հայաստան-Վրաստանի դեսպանությունը հարց տալուց մի ասեք, արդյոք Հայաստանում Վրաստանի դեսպանությունը հենց այն մարմինն է, որ պիտի լուծում տա խնդրին։ Իհարկե ոչ, դեսպանությունը այդ մարմինը չի, դեսպանությունը խոստացավ պատասխանել եւ մամուլում հայտնվեց լուր, որ Վրաստանի ֆինանսների նախարարությունն էր պարզաբանել, որ դրանք զուտ մաքսային գործընթացներ են, այսինքն ոչ մի ենթատեքստ, ոչ մի դիտավորություն չկա, բայց փաստորեն ես ամսոսանքով պիտի ասեմ, որ խնդիրը արդեն 1 ամսից ավել լուծում չի ստանում եւ այստեղ ես տեսնում եմ գրված ցուցանակներ հայ-վրացական բարեկամության մասին, պետք է հոգ տարվի, որ այդ բարեկամություն բառը արդեն ճակերտների մեջ չհնչի, այլ իրականություն համարվի, որովհետև այն ինչ որ հիմա տեղի ունենում վրացական կողմից բացարձակապես հակասում է առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին, որպես տրանզիտային բեռներ դրանք պետք է հանգիստ տեղաշարժվեին Վրաստանի տարածքով, Վրաստանը խախտել է բեռնափոխադրումների ազատ տեղաշարժման իրավունքը եւ զարմանալի է, որ մեր համապատասխան պետական մարմինները եւ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը առևտրի համաշխարհային կազմակերպությունում չի դիմում դեռևս այդ դժգոհությունը արտահայտելու համար։ Ես կարծում եմ, որ մեր պետական մարմինները, որոնք որ միշտ խոսում են այն մասին, որ պետք է հարկատուներին հարգել, սա այն կոնկրետ դեպքն է, որ պետք է հարկատուներին հարգել եւ հարկատուների շահերը պաշտպանել, որովհետեւ Հայաստանի կոնյակագործությունը ունի դարերի պատմություն եւ դա Հայաստանի նաեւ գերակա ճյուղերից մեկն է եւ նաեւ չմոռանանք, որ ընդամենը 4 ամիս հետո խաղողի մթերման ժամանակն է մոտենում եւ նորից այդ պետական մարմինները պետք է թակեն այս կոնյակագործների դռները, գինեգործների դռները, որպեսզի խաղողի մթերում կատարվի եւ այդ դեպքում արդեն իրենք որոշակի պետք է որ բաց երեսով կարողանան այդ թակելը իրականացնել։ Ես ասեմ դες, որ Վրաստանը ես միշտ ուսումնասիրում եմ տարբեր պետությունների տնտեսությունները, դուք գիտեք տարբեր առիթներով մամուլով խոսում եմ։ Վրաստանի տնտեսությունը գտնվում է Թուրքիա, Ադրբեջան, ուրեմն այդ երկկողմակային զույգի ազդեցության տակ։ Բավական է ձեզ ասեմ, որ Վրաստանի ներմուծման ծավալները 11 միլիարդի մեջ, ընդամենը 3-3.5 միլիարդ է արտահանումը, այսինքն թույլ տնտեսություն ունեցող պետությանը վերածվում Վրաստանը, որտեղ արտահանումը 30-35%-ից չի անցնում, դա շատ վատ ցուցանիշ է ներմուծման համեմատ, այսինքն դեֆիցիտը 70% է։ Դրան պլյուս առաջին գործընկերը Թուրքիան եւ Ադրբեջանն են միասին վերցրած 3 միլիարդ դոլարից ավել։ Երկրորդ տեղում արդեն Ռուսաստան եւ այլ երկրներ։ Հետեւաբար Վրաստանը կարծում եմ, որ հաճոյանալու համար նաեւ ես չեմ ուզում սա քաղաքական հնչողություն ունենա, բայց հարկադրված եմ ասել, որ սա հաճոյանալու նաև առիթ է, որ նա փորձում է թուրք-ադրբեջանական այդ երկկողմակային զույգին հաճոյանալ, եւ երկրորդը, որ նույնպես հետաքրքիր է եւ կարեւոր է ուշադրություն դարձնել։ Վրաստանը արտահանում է մոտավորապես 250 միլիոն դոլարի գինիներ եւ կոնյակ։ Կոնյակը ընդամենը կազմում է 1.5 միլիոն շիշ։ Շատ փոքր թիվ։ Հայաստանի արտահանման ծավալը կոնյակների կազմում է 20-25 միլիոն շիշ։ Այսինքն թվում է թե շատ փոքր թիվ է, բայց Վրաստանի այս գործելակերպը եւ առավել որ նա վերցնում է մեր արտահանողների փաստաթղթերը ուսումնասիրում է, նա տեսնում է կոմերցիոն գաղտնիքները, որ ռուսական ընկերությանն է վաճառվում, ինչ գնով է վաճառվում, ինչպիսի բաղադրություն ունի տվյալ կոնյակը, որը վաճառվում է այդ գնով։ Եվ այդ ամբողջ ինֆորմացիան ես ենթադրում եմ, որ վաղամիսօր փոխանցելու են իրենց կոնյակագործներին եւ փորձել են այս շուկան խաթարելով գրավել այս ճանապարհ։ Սա տերոր է, տնտեսական տերոր է ուղղակի Հայաստանի կոնյակագործության հանդեպ։ Նախորդ շաբաթ այստեղ հավաքված կոնյակագործները, որոնցից հատուկ են բոլորը չէ, բայց մեկու մեջ այդ անհանգստությունն ունեին, որ գուցե իրենց խմիչքը մինչև տեղ հասնի ադրբեջանական խմիչքը այդ դարակաշարերը զբաղեցնի, դուք համարում եք հիմնավոր։ Վրաստանը 4 բրենդով կոնյակներ է վաճառում, արտադրում, Ադրբեջանը նույնպես ունի կոնյակ։ Իհարկե նրանց կոնյակները որակով շատ կտրուկ զիջում են եւ տարբերվում են, բայց չի բացառվում, որ եթե Ադրբեջանը անդադ գրովում է մեր հանքարդյունաբերության վրա, շրջակա միջավայրի
պատճառաբանություններով, Վրաստանի միջոցով էլ հիմա գրոհում են մեր կոնյակագործության եւ խաղողագործության վրա։ Աղամիսօր եթե այդ խաղողը չմթերվի, դուք պատկերացրեք ինչպիսի դժգոհություն պետք է լինի գյուղացիների, ֆերմերների կողմից եւ նաեւ դա կարող է բերել կոնֆլիկտի կոնյակ եւ գինի վերամշակող արտադրողների եւ ֆերմերների միջև, քանի որ նրանք հարկադրված են նելու չմթերել, քանի որ իրենք չգիտեն թե ապագան ինչպես է լինելու եւ այսօր շատ գործարաններ ունեն, որ պատրաստի իրենց մեքենաները բեռնված են, չեն կարողանում արտահանել այս քաշքշուկի պատճառով։ Ես կարծում եմ, որ նաեւ պետք է Հայաստանը դիմի ԵԱՏՄ-ին, ինչու, որովհետեւ որպես ԵԱՏՄ անդամ պետություն եւ բեռները հիմնականում առաքվում են դեպի ԵԱՏՄ, մասնավորապես հատկապես Ռուսաստան, բեռի տերը Ռուսաստանն է վերջին հաշվով, ստացողը։ Ես կարծում եմ, որ այս երկու ճակատով առևտրի համաշխարհային կազմակերպություն եւ ԵԱՏՄ պետք է զրուցել։ Վրաստանի դեսպանությունը կարծում եմ ոչինչ չի անի, իրենք այսպես խորհրդավոր կեցվածք են ընդունել եւ որևէ ասելիք չունեն։ Բայց մեր պետական մարմինները չպետք է լռեն, պետք է կտրուկ լինեն եւ այսօրվա միտինգը ես ողջունում եմ ինչով, որ սա նաև աջակցություն է մեր պետական մարմիններին, որտեղ մեր պետական մարմինները իրազեկված են, բայց իրենց ոչ ակտիվ եւ լռելի վիճակը ցույց է տալիս, որ իրենք տիրապետում են իրավիճակին, գիտեն իրավիճակի ինչ է, ենթադրում են որտեղից է հարվածը գալիս եւ չեն ուզում հավանաբար իրենք դա քաղաքական մակարդակով ներկայացնել, բայց մենք պետք է օգնենք մեր կառավարությանը այսպիսի բողոքներով, այսպիսի միտինգներով, որ դուք անում եք եւ դրա համար շատ ողջունելի է, որպեսզի դա լսելի լինի նաեւ այլ դեսպանությունների, այլ համապատասխան մարմինների։ Ես կարծում եմ, որ այստեղ բացարձակապես Հայաստանը խնդիր չունի, ինքը ճիշտ է վարվում եւ նաեւ արտադրողները ու ֆերմերները ճիշտ են վարվում, ուղղակի պետք է լսելիությունը դարձնել նաեւ պետական մակարդակով, որովհետեւ միայն այսպիսի միտինգների մակարդակով խնդիրը կարող է ձգձգվի եւ ինքը իրան մարի։ Հնարավոր է, որ մի երկու օրից մարի, բայց դա էլի բավարար լուծում չի, որովհետեւ պետությունը պետք է կանգնի իր հարկատուի կողքին, իր արտադրողի կողքին, իր քաղաքացու կողքին, որոնք աշխատում են այդ գործարաններում։ Դա կարևոր գերակա ճյուղ է, արտահանման ճյուղ է։ Տարիներ առաջ մեր կոնյակագործությունը, ալկոհոլային խմիչքները Հայաստանի արտահանվող ապրանքների առաջի հնգյակի մեջ են եղել։ Հիմա մի փոքր հետ է մղվել, որովհետև Ուկրաինա-Ռուսաստան կոնֆլիկտի պատճառով այլ արտադրանքներ են մղվել առաջ, բայց դա չի նշանակում, որ ոլորտը իրեն սպառել է։ Ոլորտը կա եւ մնում է։